Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ճիշտ ասած այս պահին ձեզ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ես հենց պետք է իրոք համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նախ պետք է դրան համոզվեմ, դրանից հետո անպայման մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ԿՊ-ին, ում խոսքերը ինչ էր, եւ դրանից հետո մենք մեր անպայման խոսքը կասենք։ Հիմա այս պահին ես չեմ կարող պատասխանել, խնդրում եմ այդ հարցը ինձ չտաք, թե դրանից հետո ինչ է լինելու, որովհետեւ ես չգիտեմ իրենց կարծիքը, բայց ինչ որ լսել եմ հեռուստատեսությամբ, ինչ որ ինքը ասել է, որ անպայման մենք միանալու ենք, ուրեմն ընդդիմության դաշտը միասին է լինելու եւ ԿՊ-ն չի անցնելու քաղաքում, այդ լսել եմ ես ու տեսել ենք, բոլորս էլ լավ գիտենք։ Հիմա սպասենք նայենք։ Եթե այսպես ասած ընդդիմության տեխնացու առաջադրվի, հա, գուցե Մարտուն Գրիգորյանը ինքը առաջադրվի, այս դեպքում ձեր, այսպես ասած, դուք ինչ եք անելու։ Չէ, գիտեք ինչ կա, ուրեմն եթե այսօր նախ իմ ձայները բոլորից բարձր ընդանուր առմամբ աշխարհում, ես չգիտեմ մի դեպք, որ ասենք ովքեր որ շատ ձայն են ունեցել, գնան միանան այն քիչ ձայներ ունեցողին, հետո եւ Կարենը եւ Ռուբենը հասկացար միացել են ինձ, այսինքն երեքս միասին մենք միացել ենք, մենք սպասում ենք, ինքը 6 պատգամավոր ունի, հա, ճիշտ է, ավականի ունի, հիմա այնպես որ մենք սպասում ենք իրեն, այդպես մտածել, այդպես չի կարելի։ Պարոն Ղուկասյան, հանուն Գյումրու, եթե նման իրավիճակ լինի, որ իշխանությունը ԿՊ-ին չանցնի, հանուն դրա գնաց զիջումների։ Ես հիմա այս պահին պատրաստ չեմ ձեզ պատասխանելու այդ հարցին, մինչև ես չհամոզվեմ, թե ինչ է կատարվում դիմացը, հիմա իմ խոսքերը այս պահին, եթե ես ընկնեմ առաջ ինչ որ մի բան ասեմ, ես չեմ կարող դա անել, որովհետև պետք է համոզվեմ, որ իրոք այդպես է։ Երբ եկավ այդպիսի իրավիճակ, ուրեմն դուք կտեսնեք ես ինչ կանեմ այդ կամը։ Դուք պատրաստ եք, հա, օրինակ կոալիցիան, հա, եթե ընդդիմությունը այնուամենայնիվ միավորվի, թող քաղաքապետերի, վարչության պետերի, պաշտոնները տակ մյուս ընդդիմադիր ուժերին, թե այնուամենայնիվ ասել եք ընտրեք մեզ եւ մենք միանձնյա ղեկավարենք քաղաքը։ Ուրեմն փող քաղաքապետի պաշտոնը ոչ, բայց մնացած որ պաշտոնը որ պետք է մենք պատրաստ ենք տալու, հետո գիտեք ինչ, ես իմ 13 տարիների աշխատածի ժամանակահատվածում, ուրեմն եթե նայում եք Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան, ինչ որ իրանք սեփականություն հիմա ունեն եւ ոչ միայն իրենք, իր հոր եղբայրները, իր թաղի ժողովուրդը եւ մնացածը քաղաքում նվեր չեմ արել, մարդիկ ուզեցել են քաղաքում ներդրում անել, ուրեմն քաղաքում ով ուզեցել է ներդրում անել, ես չեմ նայել, թե սա իմ, ուրեմն ընդդիմություն է ինձ կամ ինչ որ չգիտեմ ինչ է, ես բոլորին ինչ որ կա այս քաղաքում իմ տվածն է եւ տակը գրված է շինթույլտվություն Վարդան Ղուկասյան, ավարտական ակտ Վարդան Ղուկասյան, այսինքն կարող է դաժե որևիցե մեկի հոր եղբայրը լիներ քաղաքապետ, ինձպես ավելի առադաձեռն ու օգնական ու սատարող չլիներ, ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն ուրեմն Մարտունից նկատմամբ, իրանց թաղի մնացած, ուրեմն ժողովրդի նկատմամբ եւ ամբողջ քաղաքի նկատմամբ, այնպես որ ես հերոստատեսությամբ հիշում եմ Շանտը հավանական է ես ելույթ եմ ունեցել այն ժամանակ 2001-3 թվականներին, որ քաղաքի ամենակենտրոնական տարածքները մենք պատրաստ ենք տալ ձեզ ընդտուպ նվիրատվության կարգով եկեք ներդրում արեք, որովհետև քաղաքը մեռնում է։ Այդ սկզբունքով մենք արել ենք եւ աշխատել ենք։ Պատրաստ եք որպես ավակ ընկեր, գործընկեր ընդառաջ գնալ Մարտուն Գրիգորյանն, օրինակ եթե նույն իրավիճակում դուք լինեիք, հա։ Միանշանակ ես ընդհանրապես ասեմ ձեզ, ասեցի ձեզ, ես ներողամիտ եմ։ Միանշանակ ես ներողամիտ եմ, հանուն ազգի ամեն ինչի պատրաստ եմ, սպասեք, հասկանանք, կտեսնեք, որ իմ ասած խոսքերը գործով կաբացուցվի։ Դուք հղում եք անում Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները, որ ասել եք միանա ընդդիմությանը, բայց նա նաև ողջ ընտրաշաբի ժամանակ ձեր հետ կապված լուրջ մտավախություններ հայտնել, որ ձեր միջոցով ԿՊ-ն կարող է վերարտադրվել եւ այլն այդ հայտարարությունները։ Իմ միջոցով ես մի բան ասեմ, իմ միջոցով ԿՊ-ն ոնց պետք է վերարտադրվի, ոնց կարող է։ Լավ։ Ես այդ քրեական գործերից մի քանի բան ասեմ, որ դուք գիտենաք։ Ուրեմն ին վրա քրեական գործեր այդպիսին, ինչպիսին ներկայացվում է չկա։
Այսինքն ինձ մեղադրանք են առաջադրել, որ պատկերացրեք, ուրեմն հիվանդանոցի օպերացիոնի բժիշկը օպերացիա է անում, հիվանդը մահանում է, դադում են տնօրենին, որ բժիշկ չի։ Այսինքն քաղաքապետարանում կա քաղաքաշինության բաժին, որտեղ աշխատում են 20-ից 30 մասնագետներ։ Կա ճարտարապետական բաժին։ Ուրեմն կա ավականի եւ այդ գործընթացը կա, ասենք իրավաբանական բաժին, կա աշխատակազմի ղեկավար, որ մինչեւ հողհատկացում անելը, ուրեմն այդ բոլոր մասնակիցները ներկայացնում են քաղաքապետին եւ նախագիծ են կազմում, որ սա այս հողը պետք է օտարվի։ Եվ քաղաքի հատակագիծը գտնվում է միտեղ, քաղաքի քաղաքաշինության եւ ճարտարապետական բաժնում, որտեղ այդ մասնակիցները կազմել են ու ներկայացրել են։ Ընդդուպ օրենքի մեջ արձանագրված է, որ քաղաքապետի որոշումը այդտեղ դեր չունի։ Հասկանալի է, քաղաքապետի որոշումը արդեն այդտեղ դեր չունի, եթե այդ բոլոր մասնակիցները ուրեմն ներկայացրել են նախագիծը կա, ստորագրել են, քաղաքապետը ուղղակի այդտեղ սովորական ինչ որ մի բան, էլի ասենք, հավատացեք այդպես է, օրենքը բացեք, տեղական ինքնակառավարման կնայեք։ Հիմա այդ բոլորը անտեսել են ու այսօր քաղաքապետին մեղադրանք են առաջադրել 60 հոդվածի հետ կապված, որ քաղաքում շենք շինություններ ինչ որ կանաչ գոդիում է կառուցվել, բնակարան կառուցել, դուք պատկերացնում եք աղետի գոդում բնակարան կառուցելը ու հանկարծ քաղաքապետը որևիցե մի քաղաքապետ դնի ու այդ բնակարանը քանդի, որտեղ ասենք կողքերը մի այդպես տասնյակ 20-ավոր բնակարաններ կան, որոնք օրինականացվել են տարբեր նախկին քաղաքապետերի կողմից։ Ու այսօր ինձ մեղադրանք առաջադրել դա աբսուրդ է։ Եվ ասենք ինձանից հետո Բալասանյան Սամվելը նորից ուրեմն ինքը որոշում է կայացրել, մեղադրանք են առաջադրում Վարդան Ղուկասյանին։ Ինձանից առաջ Միքայել Վարդանյանը թող լույսը իջնի իր գերեզմանին, ինքն է արել, ասենք մեղադրանք են առաջադրել Վարդան Ղուկասյանին։ Ուրեմն այն դատարանը, որ կա, որ ասենք ոնց է, սննգացման դատարան, հա, որ օտարում է։ Այդ դատարանը ասենք քաղաքապետարանին հողեր է օտարել, սննգացված տեքստիլի կոմբինատի, եւ այդտեղ մեզ պարտավորեցրել է, որ պետք է մենք ուրեմն հասցեավորենք։ Եվ այսօր ինձ մեղադրանք են առաջադրում դրա համար։ Այսինքն դրանք եւ հետո բոլորը ուրեմն 10 տարուց անցած է, այսինքն ժամկետ անց է, որոնք 2006, 3, 5 բան թվականների մասին է խոսքը, եւ դրանով որ ինձ վախեցնեն դե քաղաքապետին կդադեն կամ ինչ որ քաղաքապետը գնա եւ քաղաքապետը գնա, դե բացադրում եմ, սպասեք վերջացնեմ, ուրեմն եւ քաղաքապետը գնա գործարքի, որ կարող է հանգարց իրեն դադեն եւ ինչ որ ԿՊ-ի հետ պայման, չգիտեմ, պայմանավորվածություն ձեռք բերեմ, միանշանակ նմանատիպ բան չի կարող լինել, հետո ընդտուպ եթե արածել լինեմ ու բան լինի, ես երբեք իրենց հետ ուրեմն պայմանավորվածություն չեմ ձեռք բերի, այ բարձրաձայն ասում եմ։